Սա իմ առաջին տեսանյութն է այս ալիքում, որը կոչվում է բիոմոքեյր։ Եվ պատահական էլ չէ, որ այս տեսանյութը միկրոբիոմի մասին է։ Վերջի տարիներին բժշկությունը շատ հետաքրքիր բան է բացահայտում, այն, որ մեր օրգանիզմը կազմված է ոչ միայն գեներից, հորմոններից, հյուսվածքներից, մկաններից, այլ նաև այն թաքնված միկրոսիստեմից, որը ապահովում է մեր տրամադրությունը, իմունիտետը, մտածողությունը և այն կոչվում է միկրոբիոմ։ Միկրոբիոմը մեր մարմնում բնակվող այն միկրոօրգանիզմներն են, սնկեր, միկրոբներ, բակտերիաներ, վիրուսներ, որոնք հիմնականում տարբեր համակարգերում են լինում, մաշկի վրա, միզասեռական համակարգում, ինչպես նաև ամենակուտակված տեղը դա միկրոբիոմի աղիքներն են։ Իրականում միկրոբիոմը աղիքների հետ կապ ունի, բայց այսօր գիտությունը ցույց է տալիս նաև շատ կարևոր բացահայտում է անում միկրոբիոմի ավելի լայն համակարգի մասին, այն, որ միկրոբիոմը իսկապես կապ ունի մեր օրգանիզմի բորբոքային ֆոնի, նյութափոխանակության, հորմոնային ֆոնի, ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի հետ։ Այս իմաստով միկրոբիոմի առողջությամբ պայմանավորված է մարդու շատ կարևոր ֆունկցիաներ։ Այսինքն, երբ մենք խոսում ենք միկրոբիոմի մասին, մենք նաև պետք է խոսենք ոչ միայն աղիքների առողջության, այլև մեր օրգանիզմի ընդհանուր միկրոսիստեմի հավասարակշռության մասին։ Պատկերացրեք միկրոբիոմը նմանացնենք մի մեծ քաղաքի, որտեղ կա էլեկտրականություն, կան ճանապարհներ, դպրոցներ, ոստիկանություն և կարգ ու կանոն։ Եվ այդ քաղաքի ներսում ամեն ինչ կազմակերպված է։ Եվ իրականում այդ կազմակերպվածությունը պայմանավորված է քաղաքի բնակիչներով։ Այս իմաստով միկրոբիոմը նմանվում է անտեսանելի այն բնակչությանը, որը ապահովում է մեր քաղաքի կարգ ու կանոնը։ Երբ միկրոբիոմը բազմազան է, ապա այն հավասարակշռված է և օրգանիզմի համար ավելի լավ պատասխան է տալիս և ապահովում է և ներքին և արտաքին ազդակների արձագանքը։ Եվ սովորաբար միշտ չէ, որ անմիջապես մարդը հասկանում է այդ պատճառը, թե ինչու համար իր էներգիան նախկինի նման չէ, կամ ինչու իր քունը լիարժեք չէ, կամ չի վերականգնվում, կամ իր միտքը շատ դանդաղ է աշխատում, կամ տրամադրությունը անկայուն է, կամ մարմինը կարծես թե առաջվա նման չէ։ Սա շատ կարևոր կետ է և մարդիկ շատ հաճախ իրենց վատ ինքնազգացողությունը բացատրում են տարբեր պատճառներով, դա կարող են կապել ստրեսի հետ, աշխատանքի, ծանրաբեռնվածության և շատ հաճախ անտեսվում է այս գործոնը այն, որ իրենց այդ բոլոր խնդիրները կարող են կապված լինել օրգանիզմի այդ համակարգի հետ։ Իրականում այն, որ միկրոբիոմի փոփոխությամբ նաև խախտվում է այդ հավասարակշռությունը օրգանիզմի և առաջանում է մի շարք խնդիրներ կամ հիվանդություններ։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միկրոբիոմը իրականում մասնակցում է օրգանիզմի նյութափոխանակության, իմունային համակարգի և ինչպես նաև այլ ֆունկցիաների կարգավորմանը։ Այս իմաստով միկրոբիոմը կարևոր դեր է խաղում օրգանիզմի և վնասակար և օգտակար ուղղություններով կախված միկրոբիոմի կազմից և վիճակից։ Այստեղ գալիս է մի կարևոր հարց, ի՞նչն է վնասում միկրոբիոմին, կամ մի շարք գործոններ։ Առաջին դա միօրինակ սնունդն է։ Սովորաբար միկրոբիոմը սիրում է բազմազանություն, այսինքն բազմազան սնունդ և ոչ միօրինակ կամ միատեսակ սնունդ։ Շատ օգտակար է միկրոբիոմի համար բանջարեղենը, մրգերը, հատիկավոր սննդամթերքը, մանրաթելերը։ Երկրորդ դա քրոնիկական ստրեսն է, ստրեսի պայմաններում փոխվում է նաև իմունային ֆոնը, քնի որակն է փոխվում, ախորժակը և այս բոլորը կարող են ազդել բացասական միկրոբիոմի վրա։ Երրորդը դա քնի խանգարումն է, քնի խանգարման պայմաններում երբեմն մարդիկ քնում են 8 ժամ, բայց քնի որակը այն չի լինում, երբ քունը խորը չէ և օրգանիզմը այս իմաստով չի վերականգնվում։ Սա իր հերթին նույնպես ազդում է միկրոբիոմի աշխատանքի վրա։ Չորրորդ դա հաճախակի և անտեղի
անտիբիոտիկների օգտագործումն է։ Գիտեք, անտիբիոտիկները շատ կարևոր են հիվանդությունների կանխարգելման կամ բուժման առումով, բայց միաժամանակ անտեղի եւ հաճախակի օգտագործումը վնասում է միկրոբիոմին եւ այդ թվում օգտակար միկրոբներին։ 5-րդ դա նստագյաց կյանքն է, մեր դարի հիվանդությունը նստագյաց կյանքը, ոչ միայն ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև քաղցրի չարաշահումը կարող են բացասաբար ազդել միկրոբիոմի վրա։ Բայց այստեղ ես չեմ ուզում միայն խոսել վախեցնող թեմաների մասին, այլ այն, որ միկրոբիոմը նաև ունի հետաքրքիր կողմ, այն է, որ փոփոխվող համակարգ է եւ մենք կարող ենք միկրոբիոմը վերականգնել։ Իհարկե վերականգնման համար շատ կարևոր է առողջ քունը, կարգավորված սննդակարգը, շարժունակությունը կամ ակտիվ կյանքը, ստրեսի կառավարումը, միջավայրը եւ ճիշտ աջակցությունը միկրոբիոմին։ Այսինքն միկրոբիոմը մի տեղ է, որտեղ որ ապրելակերպը եւ գիտությունը սովորաբար կարող են հանդիպել իրար։ Եվ այստեղ է, որ ծնվել է բիոմոքեյրի գաղափարը, իրականում այս ալիքում ես ուզում եմ խոսել առողջության մասին մի փոքր այլ տեսանկյունից, ոչ միայն հիվանդության, դեղի կամ ախտանիշի մասին, այլ այն մասին, թե ինչ է կատարում մեր ներսում, հատկապես ինչ է փոխում ստրեսը մեր կյանքում եւ ինչպես է ազդում մեր օրգանիզմի վրա, կամ ինչու է տղամարդու կենսունակությունը կախված է ոչ միայն հորմոններից, այլև մեր ներքին էկոհամակարգից կամ միկրոբիոմի հավասարակշռությունից։ Ես ուզում եմ մենք սովորենք առողջության նայել ոչ թե մասնագիտորեն, այլ ամբողջական պատկերով։ Միկրոբիոմը հենց այդ ամբողջական մտածողության կարևոր մասերից մեկն է։ Երբ մենք խոսում ենք տղամարդու առողջության մասին, շատերը անմիջապես մտածում են կամ մտաբերում են տեստոստերոնը կամ մկանները կամ հորմոնները կամ ընդհանրապես տարիքը։ Ես պետք է ձեզ ասեմ, որ իրականում տղամարդու առողջությունը շատ ավելի խորքային հասկացողություն է եւ այն կապված է իհարկե եւ քնի հետ եւ ստրեսի եւ նյութափոխանակության իմունիտետի եւ հատկապես աղիքային միկրոբիոմի հետ։ Այսինքն ուժը միայն մկանը չէ, էներգիան միայն սուրճը չէ, որ ապահովում է մարդու էներգիան, կամ երիտասարդությունը միայն տարիքի թվերը չեն, առողջությունը իրականում միայն անալիզներով պայմանավորված չէ, առողջությունը մեր ներքին հավասարակշռությունն է, այսինքն մեր միկրոբիոմի հավասարակշռությունը։ Այս իմաստով շատ կարևոր է անդրադառնալ միկրոբիոմին այս տեսանկյունից եւ իրականում միկրոբիոմը համարվում է ամենահետաքրքիր եւ ամենազարգացող գիտական ուղղություններից մեկը։ Վերջին տարիներին շատ է խոսում նաեւ աղիք ուղեղ կապի մասին, իրականում շատ կարևոր է անդրադառնալ նաեւ այս առանցքին։ Գիտական տվյալներով այս առանցքի միջոցով է, որ աղիքային միկրոբիոմը, իմունային համակարգ եւ ներրթային համակարգը փոխազդեցության մեջ են գտնվում, եւ սա շատ կարևոր է հատկապես առողջության եւ որոշ հիվանդությունների բուժման կամ կանխարգելման իմաստով։ Սա չի նշանակում, որ միկրոբիոմը բուժում է ամեն ինչ, իրականում նման մոտեցումը ընդունելի չէ, բայց նշանակում է այն, որ շատ կարևոր է դիտարկել միկրոբիոմը առողջության մեծ պատկերի շրջանակում, երբ մենք անտեսում ենք այն, ապա բաց ենք թողնում օրգանիզմի հատկապես այն ամենահետաքրքիր եւ ամենակարգավորող համակարգերից մեկը։ Այս կանալում կամ ալիքում ես չեմ ուզում խոսել միայն տեսական խնդիրների մասին, ես ուզում եմ խոսել գործնական թեմաների մասին, թե ինչպես է սնունդը փոխում մարդու միկրոբիոմը, ինչպես է ստրեսը ազդում աղիքների առողջության վրա կամ էներգիայի վրա, ինչպես են մարդիկ հոգնած լինում նույնիսկ բավարար քնելուց հետո, կամ ինչ կապ կա միկրոբիոմի տրամադրության, կենտրոնացման կամ կենսունակության միջև, կամ ինչպես կարող է տղամարդը տարիքի առաջացման հետ պահպանել իր կենսունակությունը կամ էներգիան կամ սեռականությունը,
Կամ ինչպես կարելի ավելի խելացի եւ գիտակից մոտեցում ցուցաբերել առողջության նկատմամբ առանց ծայրահեղությունների կամ ավելորդությունների։ Բիոմոքեյրը ինձ համար պարզապես անուն չէ, դա միկրոբիոմի հավասարակշռության ֆորմուլան է, այսինքն հոգադարությունն է մեր ներքին էկոհամակարգի նկատմամբ։ Այն ոչ թե արագ լուծում է, ոչ էլ մեկ հապով վիճակ փոխելու առաջարկ, այլ մտածողություն է այն մասին, որ առողջությունը սկսում է ներսից։ Այս առաջին տեսանյութով ուզում եմ բացել այդ միկրոբիոմի աշխարհը, եթե մինչ այսօր միկրոբիոմը ձեզ համար ընկալվում էր որպես ընդամենը միկրոֆլորա, այսօրվանից ուզում եմ փոխել ձեր ընկալումը այն իմաստով, որ միկրոբիոմը պետք է դիտարկել ամբողջական եւ լայն իմաստով, որպես էներգիայի եւ կենսունակության աղբյուր կամ ուժ, եւ այն մասին, որ միկրոբիոմը մեր իսկապես չերևացող պարտներն է կամ գործընկերը, որը մասնակցում է մեր օրգանիզմի ամենակարևոր ֆունկցիաներին՝ էներգիայի, հանգստության, կենտրոնացման, երջանկության, դիմադրողականության, տրամադրության, կենսունակության եւ այլն։ Եթե մենք ուզում ենք հասկանալ ժամանակակից մարդու առողջությունը եւ հատկապես ժամանակակից տղամարդու առողջությունը, ապա շատ կարևոր է ուշադրություն դարձնել միկրոբիոմին։ Այս ալիքում մենք քայլ առ քայլ բացահայտելու ենք այն միկրոբիոմի գաղտնիքները պարզ հասկանալի եւ գիտական հիմքով, այս թեմաների մասին ավելի լայն եւ գիտահեն նյութեր կան Microbiome AM-ում, այն հարթակը, որը ստեղծվել է իմ կողմից վերջերս, որտեղ կգտնեք ժամանակակից տեղեկություն միկրոբիոմի մասին։ Եվ նաև այս ալիքի միջոցով, որը կոչվում է Biomocair, դուք կունենաք կենթանի ձևաչափով տեսանյութեր, բացատրություններ եւ նաև գործնական խորհուրդներ միկրոբիոմի մասին։ Ես բժիշկ Ռաֆի Ջանեցյանն եմ, տղամարդու առողջության մասնագետ, սա Biomocair-ն է եւ մենք սկսում ենք խոսել առողջության մասին ներսից։